Միասնական հայրենի խմբակցության ղեկավար Գևորգ Մնացականյան։ Պարոն Մնացականյան, ասացիք, որ Սամվել Բաբայանը այլ գործեր ունի, զբաղված էր, կմանրամասնեք ինչով էր զբաղված, որ նախապես հայտարարված հանդիպմանը չեկավ։ Սամվել Բաբայանը միշտ գործեր ունի, բայց այսօր հրավիրել են խմբակցության այդ հանդիպման, խմբակցությունն է ներկայացրել, ուրիշ ոչ մի խնդիր չկա այդտեղ։ Մեզ հրավիրել են խմբակցությունով, եկել ենք հանդիպման։ Այսօր են հրավիրել, որ Բաբայանն է։ Երեք հայտարարվել է, որ գալու էր այսօր։ Մենք կարող էր գալ, կարող էր չգալ, քանի որ խմբակցության հետ էլ մենք ենք ներկայացել։ Եվ ինչ ընդհանուր հայտարարի եկաք, որքանով են այն պահանջները համահունչ ձեր կուսակցության դիրքորոշումներին։ Դուք եք կարծում, որ իշխանափոխության պահանջ պետք է լինի։ Այո։ Ինչ այո։ Դուք եք կարծում, ասում եմ այո։ Սոցիալական կուսակցությունը կարծեմ մասնակցելու է 2026 թվականի Հայաստանում ինչ է շարքում, որ քաղաքական գործերին չեն խառնվում։ Ձեր արցախցիների հետ կապված հարցերը քաղաքական որոշումների արդյունքում են լուծում ստանում։ Ոչ թե չենք խառնվում, այլ այս պահին արցախցիների սոցիալական հարցերն են առաջնային։ Այդ հարցերում համահունչ է մեր տեսակետները։ Այդքան էլ միայն սոցիալական չի։ Անվտանգային հարցեր էլ կային։ Մենք համահունչ ենք սոցիալական հարցերին, այսինքն խորհրդի հետ այն հարցերը, որոնք վերաբերվում են արցախցիների սոցիալական հարցերին, բնականաբար մենք դրական ենք արձագանքում։ Դա այլ հարց է։ Օրինակ Հայաստանի սահմանին հաճախ են կրակոցներ լինում եւ հաշվի առնելով, որ բոլորս այստեղ ենք ապրում, անվտանգային հարցեր էլ կան, դուք միայն սոցիալական ձև։ Ուզում եմ անամ այդ հարցը ինչու եք ինձ ուղղում։ Որովհետեւ ասում եք, որ միայն սոցիալական է պահանջը, բայց 12 կետերի մեջ նաեւ անվտանգային հարցեր կար, ռազմաքաղաքական գերիների վերադարձի հարց կար։ Արցախ վերադարձի հարց կա, հավաքական։ Այս պահին սոցիալական բոլոր հարցերի մենք կողմ ենք, մնացած հարցերն էլ չեն կարող որպես հայ չլինի սոցիալական հարցը։ Իսկ Սամվել Բաբայանը պատրաստ է իր անձնական միջոցներից, օջակցի։ Ինչպես Սամվել Բաբայանը պատրաստ է իր անձնական միջոցներից օգնի արցախցիների սոցիալական խնդիրները լուծելուն։ Անձնական միջոցներ ասելով ինչի նկատի ունեք։ Օրինակ մեքենաներից մեկը վաճառի եւ օգնի։ Ով ասեց, որ պարոն Բաբայանը մեքենաներ ունի։ Ում մեքենաներով է շրջում։ Վերջում մի հարցազրույցում պատասխան ասեց ընկերոջս կամ չունի ինքը։ Ընկերները օրինակ թող օգնեն։ Սխալ հարց եք տալիս։ Ինքը չունի մեքենաներ, որ վաճառի, ինքը իր երիտասարդ տարիները նվիրել է Արցախյան գոյամարտին, հաղթած հրամանատար, հաղթանակած գեներալ, այստեղ ասել ինքը մեքենաները վաճառի եւ դա արցախցիներին գեներալի կյանքը, արածը, ազատագրածը թշնամուն են տվել։ Եվ այսօր չկա անվտանգային հարցի պահանջ։ Դա էլ հարց է։ Ուղիղ համեմատական Սոցիալական հարցերից հարցրեցիք, ասում եմ այո, բայց հարցը տանում եք, չգիտեմ ինչ ուղղությամբ, մեքենա վաճառել, իր հարստություն։ Սոցիալական հարցեր քննարկեցիք, այդ 12 կետերի մեջ նաև արցախցիների հավաքական վերադարձ կա, որը հենց կարծես թե առաջին կետերում է։ Ինչ հարց քննարկել ենք, թե չէ, սոցիալական բոլոր հարցերում մենք կողմ ենք։ Միայն հաստատեն սոցիալական հարցերում եք կողմ եղել։ վերադարձին գերիների ազատ արձակման։ Այդ վերադարձի Դա այլ հարց է։ 12 կետերի մեջ է։ Կողմ եք այդ կետերին։ Գերիների ազատ արձակման հարցում բոլորն են կողմ, ով կարող, որ հայը կարող է կողմ չլինի գերիների ճանապարհը նկատի ունեք։ Դա հետագա ժամանակի ընթացքում այդ բոլոր հարցերը պետք է լուծվեն, այո։ Իշխանություններն ասում են, որ արցախցիների հետ վերադարձի հարցը մեր բանակցությունների օրակարգում չկա եւ չի լինելու, համաձայն եք։ Մենք իշխանություն չենք, ես իրանց ասածը ինչ ասեմ կամ չասեմ։ Արցախցիներին ներկայացնող քաղաքական ուժ եք։ Որը իշխանափոխության պահանջ չունի։ Բայց պատրաստվում է 2026 թվականին առաջադրել։ Այո, այսօր դա հետագայի հարց է։ Այսօրվա մեր խոսակցությունը այդ ուղղությունը չի եղել։ Մենք սոցիալական հարցեր խոսացել ենք, եկել ենք համաձայնության կամ այդտեղ համաձայնության չգալու խնդիր չկա, մասնակցել ենք հանրահավաքին։ Եկել համաձայնության։ Եթե իշխանությունն ասում է 40+10,000-ն այլևս հետքայլ չենք անելու։ Ուզում եմ հասկանամ, այս վրանում ինչ եք քննարկել եւ ինչն է ձեզ համար ընդունելի։ 10-ը պետք է շարունակվի այնքան, մինչև արցախցիներին ապահովեն տնով։ Եք պահանջում այդ շարունակությունը։
Ումից եք ակնկալում կամ լավ Ոչ չի որ Հայաստանի իշխանություններից։ Լավ, խորհրդի անդամներից մեկը նշել էր ներողություն, խորհրդի անդամներից մեկը այսօր առավոտյան մեծ զրույցում նշել էր, որ հարցը այստեղ միայն սոցիալական չի եւ այն մարդիկ, ովքեր պնդում են, որ արցախցիները այստեղ հավաքվել են սոցիալական հարցերը, բացառապես սոցիալական հարցերը լուծելու, փորձում են պարակտություն եւ ատելություն սերմանել արցախցիների նկատմամբ։ Նույնն էլ Մետաքսե Հակոբյանն էր ասում, որ այստեղ ստամոքսի կռիվ չի, հայրենիքի կռիվ է։ Բազմաթիվ ուղղություններ քննարկում է, ես իրանց տեղը չեմ պատասխանի։ Լավ, իշխանության հետ քննարկում, խոսակցություն, շփում կա, եթե դուք իշխանությունից եք պահանջում, որ 40+10 պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ արցախցիները դրա կարիք ունեն։ Ով եթե իրենք են հասցեատերը, այս շփումները վրանային մակարդակում ինչ են տալու։ Ժամանակը ցույց կտա։